Գիտեք, ինչի եք անդրադառնում, ուրեմն ես կարդացի, որ Սամվել Ալեքսանյանի տիկինը իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանի կնոջ, ասացի, այս ինչ ենք բաց թողել, այս ինչ աջակցություն է, բռնվեք չընկնեք, գիտեք աջակցությունը որն է, Սամվել Կարապետյանի կինը իր ամուսնուն աջակցող եւ ամուսնուն սատարող բնականաբար հրապարակային խոսք ա գրել եւ Լվիկ Սամոյի կինը այնքան հերոսական դուխ ա ունեցել, որ լայքել ա, բրավո, Զոյա Կասմաձեմյանսկայա, չկա քո նմանը, գետինը մտնեք ավելի լավ ա, բա իրար հետ գնում էիք Դուբայներ հանգստանալու, բա իրար ձեր մեջ խաչ կա, ձեր մեջ հարազատություն կա եւ սա վերաբերում է մնացած բոլոր օլիգարխներին եւս, որոնց Նիկոլը հերթով սենց որպես ֆիլե աղալու է իր մսաղացի մեջ սեփական իշխանությունը պահելու համար։ Սա այս մասով հիմա այո, եկեղեցու Իմիջայլոց 3 էլի վաղ առավոտյան մենք տեսանք նաև մայրաթորում բազմա հազարանոց մարդիկ ուղղակի եկել էին պաշտպանել այ եկեղեցի, մեր հոգևոր դասը, մեր կաթողիկոսի, էլի Փաշինյանը երեք ամենակարևորներից այո, մենք տեսանք, որ մեր լրագրող գործընկեր Սյուզի Բադոյանը, այո, այդպես հարցեր էր ուղղում, կարծեմ համալսարանի աստվածաբանության դեկանին, որին օգտագործեմ Նիկոլի տերմինոլոգիան ըստ օդում կախված լուրերի, այդ ուրեմն եպիսկոպոսն է, այս հիմնական, այս Նիկոլի հոգևոր կրոնական ժայթքումների հեղինակը Նիկոլ Փաշինյանը սրբազան կամ սատանայական, ուրեմն որտեղ դա սրբազան չի, դա սատանայական, ուրեմն արշավ է սկսել հայ առաքելական եկեղեցու դեմ, ցավոք, ինչպես արդեն տարբեր աղբյուրներից ըստ հավաստի լուրերի բացահայտվում է հենց եկեղեցու ներսում տարբեր եպիսկոպոսներ, ովքեր շատ սերտիկ հարաբերություններ ունեն կառավարության տարբեր պաշտոնյաների հետ, ինչպես մենք տեսանք նաև մեր հարգարժան լրագրողի ռեպորտաժից, այդ Նիկոլի, որ երկնում է տարբեր սաղմոսներ եւ քիթը խոթում է հոգեվորականների անկողնու մեջ, ցավոք սրտի այս ներքին սաբոտաժը նաև եկեղեցու ներսից է, ես դիմում եմ վեհապարին, մաքրեք եկեղեցին, տարատեսակ, ինչ ասեմ, պերսոնաժներից, ովքեր կարող են դառնալով այս իշխանության հանցակիցը մի իշխանություն, որը որոշել է կազմաքանդել հայ առաքելական եկեղեցին, դրանով կատարելով թուրք-ադրբեջանական տանդեմի ուղակի հրահանգը, որովհետև նորից պիտի հիշեցնեմ Ադրբեջանի թիվ 1 մոլլա Ալա Շուքյուր Փաշազադեին, որ հայ առաքելական եկեղեցին վտանգ է տարածաշրջանի պետությունների համար, այն ֆաշիստական կառույց է, այս շարժումը, որ սկսել է Նիկոլը հայ առաքելական եկեղեցու դեմ, դա ուղղակիորեն տեղավորվում է ադրբեջանական օրակարգում եւ հայ առաքելական եկեղեցին ամեն ինչ պիտի անի իր ներսի, ինչ ասեմ, եկեղեցին քանդողներին եկեղեցուց հեռացնելու համար։ Ես կարծում եմ առաջիկայում ջրի երես դուրս կգան նաև այլ հոգևորականների անուններ, ովքեր ուղղակիորեն աշխատում են հայ առաքելական եկեղեցու դեմ։ Գիտեք, իհարկե նողկալիս շարժում ասա հայ առաքելական եկեղեցու դեմ, բայց հայ առաքելական եկեղեցին իր 1700-ամյա պատմության մեջ անենց Նիկոլների ա դիմացել թե ներքին, թե արտաքին, որ այս Վովայի Նիկոլը ով է, որ հայ առաքելական եկեղեցին սրա առաջ ընկրկի, բայց ես ուզում եմ, որ մեր հայրենակիցները իսկապես սատար կանգնեն մեր եկեղեցուն, որովհետև սրանք ոչնչացրել են ամեն ինչ, սրանք ոչնչացրել են մեր բանակը, սրանք հիմա կանգնած են մեր ինքնությունը ոչնչացնելու ուրեմն եզրին, իսկ ինքնության մեր կարևորագույն հենքերից մեկը հայ առաքելական եկեղեցին է, եւ նորից պիտի հիշեցնեմ, հենց իմ ներկայությամբ Ստրասբուրգում, որտեղ ես նստած էի դահլիճում եւ ամբիոտ
Ստադիոնին կանգնած ելույթ էր ունենում Ալիևը, հայտարարեց մեր հիմնական խնդիրը նաև հայկական սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին ոչնչացնելն է, որպես նաև լրջագույն լոբիստական կառույցներ։ Հիմա թույլ ենք տալու ես կոլաբորանտ իշխանությունը կատարի Ալիևի եւ Էրդողանի պատվերը եւ փորձի հարվածել հայ առաքելական եկեղեցուն։ Ավելի քան վստահ եմ, որ ոչ։ Տիկին Զոլիմյան, կուզեմ նաև անդրադառնանք հենց երեք Մայրաթորի բակում գործարար Ջեբերջյանի նույնիկը կապով, հա, ճիշտ եմ։ Գաբրիել Ջեբերջյան, կարծեմ, հա։ Այդ դուք էլ եք գրել, Վալերիան կհասցրեք շատ։ Գիտեք, ես իհարկե շատ կարևոր է, որ բոլոր ղեկավարների օրոք կան բարերարներ, կան մարդիկ, ովքեր մշտապես օգնել են հայ առաքելական եկեղեցուն, ես կարող եմ հիմա մի անուն տալ, Սերգեյ Համբարձումյան, ով լրելային, առանց այդ մասին խոսելու, առանց մեկ բան բարձրաձայնելու, առանց 1000 տեղ տարբեր մեծահարուստների նման ռեկլամ անելու, գլուխը կախ, որպես հայ առաքելական եկեղեցու արժանապատիվ զավակ ամեն ինչ անում է եւ թե հայ առաքելական եկեղեցու, թե տարիներ շարունակ արել է Արցախի համար, դուք իմացել եք, ձեզանից մեկը մի տեղ այդ մարդը խոսել է, որ 44-օրյա պատերազմից հետո, ուրեմն զոհված այն ընտանիքների, այն կանանց համար, ում որդիները եւ ամուսինները զոհվել էին, Սերգեյ Համբարձումյանը տներ է կառուցել Արցախում, նույնիսկ վերջի օրերին, երբ որ արդեն Արցախը հայաթափվում էր, ջահելն էին կախում, մտածելով, որ այդտեղ ապրելու են այն կանայք, այն մայրերը, ում ամուսինները զոհվել է, լսել եք մի անգամ ինքը ասի, թե ինչ է արել հայ առաքելական եկեղեցու համար, բայց մենք տեսանք երեք ինչ որ տենց հիստերիկայի մեջ ընկած մի հատ գափոյի, հա, ով որպես բարեհաջող ջահել գնացել էր Աննայի հետ հանդիպման ժամանակ ու հիմա էլ վրդովվում է, թե լրագրողը ինչի է իրան adekvat հարց տալիս, ասում է համաձայնեք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, եկեղեցու հանդեպ այս արշավին համաձայնես, թե չէ, ինչ ես գժվում, ինչ ես ճղում քեզ, ինչ ես ինչ որ հիստերիկ շարժումներ անում, ես ուզում էի, ես քիչ հեռու էի կանգնած, չհասա, ուզում էի շտապ օգնություն կանչեի, քեզ adekvat հարց են տալիս, Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ առաքելական եկեղեցուն, դուք ասում եք, որ դուք բոլոր ղեկավարների օրոք Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան օգնել եք հայ առաքելական եկեղեցուն, լավ եք արել, բրավո, հիմա լրագրողը ձեզ հարցնում է, համաձայնեք, որ Նիկոլ Փաշինյանը վեհափարին եւ որոշ սրբազանների հասցեին օգտագործում է պոռնկաբարո, օգտագործում է դոմփել բառը, այո կամ ոչ, Գաբրիել, այո կամ ոչ, այո կամ ոչ, այդ հարցին պիտի տայիք կամ այո կամ ոչ, եւ դրա համար բնավ պետք չէր ընկնել տղամարդուն ոչ վայել այն վիճակի մեջ, ինչի մեջ ընկաք դուք։ Այո, ես եմ շնորհակալ։